Ողջույն, եթերում կրկին սպասված հանդիպումն է։ Այսօր մեր թեման հաղորդակցությունն է։ Եվ ոլորտի մասնագետ, դասախոս Սերգեյ Թանթուշյանը իմ հյուրն է։ Բարև ձեզ, Սերգեյ։ Բարև ձեզ, Լիլիթ։ Շնորհակալություն, որ այսօր կայանում է մեր հանդիպումը։ Շնորհակալություն ձեզ, որ հրավիրեցիք։ Սերգեյ, բնականաբար այսօր մեր թեման հաղորդակցությունն է, խոսելու ենք հաղորդակցության մասին, ինչպես ենք մենք հաղորդակցվում արդի ժամանակաշրջանում, բաց եւ փակ, հեշտ եւ դժվար կողմերի մասին։ Եվ կխնդրեմ, որ առաջին հարցիս պատասխանեք, այսօր թվում է, թե հաղորդակցությունը այնքան է հեշտացել, կան ժամանակակից բոլոր մեխանիզմները շատ կարճ, լակոնիկ ձևակերպելու մեր մտքերը, արտահայտելու այն, ինչ ուզում ենք, եթե ունենք այդքան համարձակություն, եւ արդյոք դա ճիշտ է։ Արդյոք այս դարաշրջանի մարտահրավերների մեջ մենք չենք կորցնում ինքներս մեզ եւ մեր տեսակետը, անցնում լեզվակռի վիճաբանության ֆորմատի, երբ սկսում են գրել, արտահայտվել, անդադ կարծիքներ դնել։ Շատ է փոխվել իրականում։ Դուք ասում եք հեշտացել է հաղորդակցությունը, բայց ինքը ռեալ փոխվել է, տրանսֆորմացվել է։ Նո առաջինը, որ ես ամեն օր իմ գործի վրա եմ զգում, թե իմ առօրյա աշխատանքում, որ ես եմ կատարում, եւ թե որ ուսանողներն են կատարում որպես դասի մի մաս, ես զգում եմ այդ փոփոխությունը, որովհետեւ այսօր մենք տեխնոլոգիաներ ունենք, թե մեզ օգնող ChatGPT-ն եւ մնացած AI-ները շատ են հեշտացրել օրինակ, հա, բայց ավելի շուտ փոխել, ոչ թե հեշտացրել, ժամանակը կրճատել են, բայց կոնտենտի նկատմամբ դու մեկա ունես այդ նույն պատասխանատվությունը, միգուցե ավելի շատ պետքա ոնց որ հետևես AI-ը, որ ինչ որ անկապ բաներ չխոսա, կոնտենտին պետքա տիրապետես։ Այսինքն այստեղ ստեղծողից դու դառնում ես ավելի շատ ղեկավարող, process-ը կառավարող, օգտագործող, բայց խելացի օգտագործող։ Երկրորդը ընդհանուր տեխնոլոգիաները, այսինքն փոխել են ֆորմատը շփվելու, շատ ավելի քիչ է լինում, որ face to face, այսինքն նստած իրար երեսին նայելով մարդիկ շփվում են եւ օրինակ ես այսօր հանձնարարություն եմ տվել ինտերվյու պետք է անեն ուսանողները իրար աշխատանքային ինտերվյու այդ իմ հաղորդակցություն դասի մեջ ես ունեմ մի կտոր, որը կոչվում է career communication, այսինքն մասնագիտական կարիերայի հետ կապված հաղորդակցություն եւ ես ստիպված այսօր ասացի փոխանակ նստեք իրար ինտերվյու անեք, ձև անեք, որ իրար ինտերվյու եկան, կարող եք Zoom-ով էլ իրար զանգել ինտերվյու անեք կամ օրինակ այդ նույն career communication-ի մեջ ես ունեմ նամակ գրելու, ոնց որ cover letter գրելու, այսինքն մոտիվացիոն նամակ գրելու, թե ինչու ես ուզում ես աշխատանքին անցնել, հա։ Եվ եթե 5 տարի առաջ ես դա պահանջում եի, որ ուսանողները ինքնուրույն գրեն, ապա այսօր ես իմ հանձնարարությունը փոխել եմ, դարձրել եմ համագործակցեք AI-ի հետ։ Այսինքն գիտեմ մեկը, որ իրանք AI-ով են գրելու, ավելի լավ է ես իրանք սորասեն ոնց համագործակցեն, աշխատեն AI-ի հետ, որպեսզի այդ պրոմպտերը ճիշտ տան եւ ստանան իրանք ցանկալի արդյունքը, այլ ոչ թե օրինակ ինձ խաբեն, որ հա ես եմ գրել ու ինչ որ տենց բան ցույց տան։ Այսինքն այստեղ ընդհանուր երկրորդ բանը, հա, ընդհանուր տեխնոլոգիաները փոխել են ձևը։ Միգուցե ինչ որտեղ հեշտացրել են, այսինքն ժամանակ են խնայել կամ այդ բառերի ընտրությունն են ավելի դյուրին դարձրել, իսկ ինչ որտեղ էլ կոնտենտի համար, կոնտենտի պատասխանատվությունն են բարձրացրել, մեծացրել եւ մենք արդեն այդտեղ պետք է ուղենք մեր էներգիան եւ ոչ թե կոնկրետ տեխնիկապես գրելու վրա։ Երրորդ բանը ոնց որ ասացի այդ face to face-ը բան տեխնոլոգիաները այդտեղ են փոփոխել հաղորդակցության ձևը, ոճը ընդհանրապես էմոցիոնալ բաղադրիչ, որտեղ ես հիմա տեսնում եմ շատ ուսանողներ, շատ մարդիկ, երեխաներ, կորպորատիվ նաև տրեյնինգների ժամանակ մենեջերներ ունեն դժվարություն առերես շփվելու եւ հանրային խոսք ասելու որովհետև երեք տրեյնինգ եմ անում եւ գրելու հանձնարարություն եմ տվել բոլորը անխտիր ասացին որ վայ այնքան վաղուց չենք գրել ձեռքով գրիչով հա որոնք ոմանք շնորհակալություն էին հայտնում ոմանք զարմանում էին ասում են վայ ես ձեռագիրս մոռացել էի ինչ վատն է ձեռս հոգնեց հա այսինքն ուզում ասեմ էդ էլ է էլի փոխվել սաղ
Դե բայց գիտեք, ես կարծում եմ, որ տենց եթե մենք հիմա բողոքենք, այդ կլինի, որ մենք պարավում ենք ու դառնում ենք տենց վատ բնավորությամբ պարավ մարդիկ։ Ժամանակին մարտահրավեր ենք նետում, բայց անխուսափելի է։ Բողոքել պետք չի։ Այսինքն պետք է հասկանալ, որ սա է իրականությունը, եւ ինչքան արագ մենք հարմարվենք այդ իրականությունը էֆեկտիվորեն, այդքան մեր օգուտն է, որովհետեւ մենք մեկը այդ process-ը չենք անդառնալի process է։ Եվ անխուսափելի անդառնալ եւ երբ պատմության մեջ, մարդկության պատմության մեջ միշտ են եղել այդպիսի էտապներ, որ ուզես չուզես դու հաշվի ես նստում այդ մեխանիզմների հետ։ Ուզես չուզես այսօր պահանջված են լինելու մասնագետներ, ովքեր ավելի լավ եւ հմտորեն գործիքակազմին են տիրապետում, լավ են օգտագործում, քան մարդիկ, ովքեր կարող են ասել ես լավ հաղորդակցվող եմ օրինակ։ Ինչ է նշանակում ես լավ հաղորդակցվող եմ։ Արդյոք դա բնավորություն է, թե ձեռքբերովի հմտություն, որի վրա բնականաբար աշխատելով դու կարող ես հասնել որևէ արդյունքի։ Իհարկե բնավորությունը շատ օգնում է լավ հաղորդակցող լինելու, որովհետև ես կարծում եմ դու ցանկացած դեպքում ամեն ինչը կարող ես սովորել։ Այդ թվում նաև հաղորդակցումը, բայց եթե դու ունես բնավորություն, որ դու ընդունող ես, հետաքրքրվող ես եւ կարողանում ես շատ արագ հարմարվել, բայց լավ իմաստով, ոչ թե այտենց ինչ որ թողնես քո եսը եւ ուրիշ մի հատ ինչ որ կերպար ընդունես, ես ավելի շատ խոսում եմ ճիշտ զգաս իրավիճակը եւ ճիշտ հարմարեցնես քո հմտությունները այդ սպասումներին, իրավիճակին, մշակույթին եւ այլն, ապա այդ բնավորության հատկությունները քո քեզ կօգնեն լավ հաղորդակցող լինելու, բայց ես չեմ կարծում ամենևին, որ դու պետքա ծնվես լավ հաղորդակցող կամ չես ծնվել, դե ուրեմն չես կարողանա, այո, վերջ։ Իհարկե ոչ, կարող ես սովորել եւ օգնում է, կարծում եմ, այն հմտությունը, այդ հետաքրքրվողին բացի, հա, հետաքրքրվող այլ հատկություններից բացի, դիմացինին սիրելը։ Եվ շատ ժամանակ այդ ասում եմ, վայ, այս ռոմանտիկ բաներ ես խոսում, ռոմանտիկ մասով չեմ ասում, այլ ավելի շատ կարող եք դա անվանել հարգելը դիմացինին, կարող եք անվանել զգալը, կարող եք դա անվանել նաև ապրումակցելը, այո։ Այսինքն, եթե դու սիրելով դիմացինին, հարգելով դիմացինին, կարևորում ես այնպիսի սիտուացիա ստեղծելը, որ դիմացինին էլ հարմար լինի կամ հաճելի լինի քեզ հետ շփվելու, քո խոսակցությունը կստացվի, քո նամակը կստացվի, քո հարաբերությունները ընդհանուր երկարաժամկետ նաև կստացվեն դիմացինի հետ եւ հաղորդակցությունը կլինի էֆեկտիվ։ Հիմնական սխալները, որ թույլ ենք տալիս հաղորդակցության մեջ եւ արդյոք մենք շփոթում ենք ազատ շփումը, ամենօրյա շփումը հաղորդակցության հետ։ Հիմնական սխալները կարելի է ասել այդ սիտուացիան չզգալն է, մեկ, այսինքն սենյակը չկարդալը, հա, ոնց որ reading the room, պետքա զգաս, քթիծակդ միացնես։ Լսարանին զգալը, լսարանի վերաբերմունքը ստանալը, հա, երևի։ Մեկ, երկրորդը չպատրաստվելը։ Գիտեք, շատերը ընդունում են հաղորդակցման process-ը որպես շատ սպոնտան ինչ որ մի բան եւ նույնիսկ շատ լսում եմ, որ հա, բայց այդպես բնական չի լինի, գնաս պատրաստվես։ Մի գիրք է ես վերջերս կարդում, շատ խորհուրդ եմ տալիս Alison Wood Brooks անունը հեղինակի եւ գիրքը կոչվում է Talk, անգլերեն գիրք է եւ Talk խոսել, բայց նաեւ ինքը աբրիվիատուրա է դրա տակ դնում, T նշանակում է topics, այսինքն թեմաներ, որը որ ինքը խորհուրդ է տալիս, եթե դու ուզում ես լավ խոսակցություն վարես դիմացինի հետ, երկու ստեկ, հաճելի, էֆեկտիվ, ինչ-որ արդյունքի բերող, ինչ-որ հարաբերություններ երկարաժամկետ ստեղծող եւ այլն, ապա պետք է պատրաստես թեմաներ, որոնք որ հետաքրքիր կլինեն դիմացինին։ Եվ առաջին ոնց որ ինտուիտիվ պատասխանն է, ոյ, չէ, ոնց, շատ անբնական է, հա, ավելի լավ չի, որ այդ թեմաները իրենք ծագեն եւ այլն եւ այլն։ Էքսպերիմենտ արել Հարվարդում, որտեղ որ ինքը դասավանդում է, եւ այն մարդիկ, ովքեր որ պատրաստված թեմաներ էին պատրաստել եւ այդ խոսակցության մեջ եղել, եւ այն մարդիկ, ովքեր որ ընդհանրապես անպատրաստ էին եղել թեմաների տեսանկյունից, ունեցել են երկու խմբերներ խոսակցություններ եւ հետո խնդրելա որպեսի գնահատեն ինչքանով տարբեր չափանիշներով, ինչքանով լավն էր այդ խոսակցությունը, պատրաստված խումբը, թեմաներ պատրաստած խումբը շատ ավելի բարձր բավականություն, արդյունավետություն եւ ընդհանուր ավելի բարձր գնահատել այդ խոսակցությունը։
Այսինքն, այստեղ ես չեմ ասում, որ տենց դնես սցենար գրես եւ այդ սցենարով շարժվես, եթե ինչ որ մեկը շեղվում է, բերես իրան այդ սցենարի մեջ, ոչ։ Ուղղակի ոնց որ մեծ, այսպես ասած, հա, ոնց որ բազային երևի, չէ՞, բազային ինչ որ հիմք ունենաս զրույցը գոնե այսպես ասած պլանավորելու, տանելու առաջ օրինակ, ես գիտեմ, որ դուք այսօր եկել եք Սյունիքից։ Ես գիտեմ արդեն, որ երեխաներ ունեք, սովորում են եւ այլն, մեր մյուս խոսակցության ժամանակ ես ունեմ արդեն մի քանի 3 topic, հա? Սյունիքը, ոնց է, ինչ է եղանակը, ճանապարհները եւ այլները, երեխաները, կրթությունը, туриզմը, մեկը մյուսը բժիշկ դժվար չի եւ այլն, տենց։ То есть արդեն в принципе մի քանի խոշոր ոնց որ թեմա մենք ունենք, հետո այդ թեմաների շուրջ, բայց եթե ես вообще չգիտեմ, вообще ինչի մասին է այս մարդը դիմացինս, եւ ես գալիս եմ, այո, էլի կարող է լինի լավ խոսակցություն, բայց ավելի ոնց որ ավելի ապահով է, այսպես ասած, խոսակցության տեսանկյունից, գոնե մոտավորապես մի հատ մի թեթև պատրաստվել հետ գնալ հիշողություն եւ հասկանալ այս մարդուն ինչ թեմաներ կհետաքրքրի, տենց։ Մյուս տառերը այդ բանի մեջ, ֆորմուլայի մեջ, այսպես ասած, A-ը asking-ն է, այսինքն հարցեր տալ, եւ այստեղ խորհուրդ է տալիս ինքը, եթե ուզում ես լավ հաղորդակցություն բանավոր ունենաս, ավելի շատ հարցրու, քան թե պատասխանի։ Այսինքն թույլ տուր, որ դիմացինը պատասխանի։ L-ը դա levity-ն է, այսինքն թեթևություն, հումոր, տենց էլի, եւ որ բերում է այդ սերին։ Եվ K-ը վերջինը kindness-ն է, այդ էլ հենց կոնկրետ սերն է, այսինքն դու եղի բարի, դու եղի ոնց որ նրբանկատ դիմացինի նկատմամբ, թույլ տուր, որ ինքը խոսա, թույլ տուր, որ ինքը թեմա առաջարկի, մի հակաճառի կամ կոնֆլիկտի մեջ մտի դիմացինի հետ եւ այդ ժամանակ այդ չոքը ինձ թվում է շատ լավ ֆորմուլա, որ բոլորս կարող ենք օգտագործել եւ հետ վերադառնալով ձեր հարցին, որոնք են սխալները, որոնք որ մենք անում ենք, այդ հոգին չհետևելը, այսինքն չպատրաստվելը, ավելի շատ խոսելը, քան թե լսելը, մյուսը այդ թեթևությունը չապահովելը եւ ուղակի բարի կամ նրբանկատ չգտնվելը դիմացինին, դրանք էս։ Այո, օրինակ ձեր դասախոսությունները ոչ միայն համասարանական են, այլ նաեւ թիմերի դասախոսություններ եք անում, այսինքն կորպորատիվ քաղաքականության հիմքում ընկած է հաղորդակցություն, եթե կան ընկերություններ։ Եվ երբ դասավանդում եք, ինչ եք նկատում առհասարակ այսօր, արդեն հասուն եւ կայացած մասնագետների մոտ, արդյոք այդ ձեր ասած ֆորմուլաներին իրանք պատրաստ են լսել, հետևել, առաջ գնալ, թե շատ կարծրացած է մեր հասարակությունը։ Նու կորպորատիվ տրեյնինգների ժամանակ ես կարծում էի, մինչև ավելի փորձ ձեռք բերելը, որ նոր էի սկսել կորպորատիվ տրեյնինգներ կազմակերպելը, ես կարծում էի ենթադրությունս էր, որ իրանք իրար գիտեն, իրար ճանաչում են, դե կոլեկտիվ իրար հետ աշխատում են, եւ երբ որ սկսեցի մտցնել, եւ կարծում եմ, որ այդ icebreaker կոչվածները կամ ծանոթությունը կոլեկտիվ մեջ, դե դա ինչ որ անիմաստ բան է, դա ավելի շատ կաշխատի մեծ տրեյնինգների դեպքում, երբ որ մարդիկ իրար չեն ճանաչում, մի հատ ծանոթացնեմ։ Շատ զարմացա, երբ որ պարզեցի, որ այդ icebreaker-ները անհրաժեշտ են իրականում նույնիսկ կոլեկտիվում, որովհետև մարդիկ տարիներով իրար կողք աշխատում են, իրար չեն ճանաչում։ Եվ երբ որ ասենք օրինակ ես մի հատ վարժություն ունեմ, որ խմբերի են բաժանում 5 հոգանոց խումբ եւ ասում եմ գտեք 3 բան, որ այս խմբի բոլոր անդամները կիսում են։ Հա? Եվ ոչ պրիմիտիվ, ոչ տրիվիալ բաներ, օրինակ բոլորս սիրում ենք կինո նայել, չէ, տենց չէ։ Ռեալ, օրինակ բոլորիս երկրորդ երեխան աղջիկ է, կամ բոլորս ունենք ինչ որ հայտնի մի բարեկամ։ Ուզում եք հասկանալ, արդյոք իրանք միմյանց հետաքրքիր են, թե ոչ։ Ընդհանրություն գտեք։ Գործընկերները արդյոք իրար հետաքրքիր են, թե ոչ։ Կարողանում են խոսում են, вообще իրար հետ։ Էտա եւ պարզվում է, որ իրանք տենց մի հատ հիանալի անձնավորություններ են եւ իրար չգիտեին, ակազվիցը, եւ դրուկ իմացան, վայ դու էլ երեխա ունես, վայ դու էլ ես երկում, վայ դու էլ ես օրինակ բժշկական ավարտը փաստորեն ես 5-ս, աշխատում ենք կոմբինատում, բայց բոլորս ունենք օրինակ երաշտական առաջին կրթությունը։
այդ ոնց որ իրար մեջ հետաքրքրվածությունը ինձ թվում է շատ օգնում է կոլեկտիվը, որպեսզի ավելի լավ աշխատի, ավելի լավ հաղորդակցվի, իսկ հաղորդակցությունը իմ բոլոր տրեյնինգներում, դա կլինի կորպորատիվ էթիկայի կոդեքսները, դա կլինի մենեջմենտը, դա կլինի առաջնորդությունը, բուն հաղորդակցությունը, բոլոր տեղերում այդ հաղորդակցությունը ես օգտագործում եմ որպես ընդհանուր մի հատ կմախք, որի վրա որ հավաքում եմ այդ առարկաները։ Շատ կարևոր է կոմունիկացիա։ Լավ ասացիք մենեջմենտի եւ աշխատակցի միջև հաղորդակցության կան հստակ կանոններ, դրույթներ, չգիտեմ, այսպես ճակերտավոր իհարկե էլի, որ կարևոր է պահպանել եւ դրանից կախված է թիմի առողջ մթնոլորտը եւ դրանից կախված է աշխատանքի որակը բնականաբար։ Ես կարծում եմ նախորոշումը կամ ոնց նախանշումը, ընդհանուր էֆեկտիվությունը կազմակերպության գիտակցվածությունը, այսա ասեմ ինչի նկատի ունեմ։ Եթե դու գիտակցում ես, որ այս կազմակերպությունում այսպիսի օրենքներ կան, այսպիսի մշակույթ կա, կորպորատիվ, եւ եթե դու դա ընդունում ես, գիտակցված ասում ես, այո, սա ինձ հարմար է, դա քո հաջողության կարծում եմ հիմնական մասն է։ Եթե դու բացահայտում ես վդրուկ եւ հիասթափվում ես կամ ունես սխալ սպասումներ, այդ ժամանակ խաթարվում է երկարաժամկետությունը։ Այսինքն չկա ճիշտ եւ սխալ, կա համապատասխանություն աշխատողի եւ կազմակերպության։ Կարծում եմ, որ այո, ճիշտ եք ասում, որ մենեջմենտն է, որ այդ կուլտուրան բերում է կոլեկտիվ եւ ներկայացնում է։ Եվ կախված նրանից թե ազատ է օրինակ մենեջմենտի ոնց որ մշակույթը դրված օրենքները, հա, ավելի դեմոկրատական են ենթադրենք։ Եվ աշխատողն է բնույթով կամ տրեյնինգով կամ իր փիլիսոփայությամբ նմանատիպ, ուրեմն կստացվի։ Շատ պրիմիտիվ կստացի բան եմ ասում, բայց շատ ժամանակ մարդիկ կարծում են դե ազատն է լավը, բայց օրինակ ոլորտից կախված, կոնկրետ մարդուց կախված, որ ավելի տրադիցիոնալ, ավելի շատ սիրում է, որ իրան ուղղորդեն եւ ինքը չի սիրում որոշումներ կայացնել, ընդունել ինչ որ բաներ, պատասխանատվություն վերցնել իր վրա, այդ ժամանակ ուղղակի ոչ թե ինքն էր վատ, իսկ կուլտուրան լավն էր, ուղղակի անհամապատասխանություն։ Ես կարծում եմ առաջինը պետքա դու հասկանաս, թե որտեղ ես աշխատում եւ այդ մենեջմենտի ստայլը կամ այդ կորպորատիվ կուլտուրան քեզ ընդհանրապես սազում է, թե ոչ։ Սերգեյ, վերջերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւս դասավանդում էիք կորպորատիվ քաղաքականության մշակույթի սերմանելու, ձևավորման գործը ամրապնդելու հարցում դուք եւս ձեր դերակատարումն ունեցաք, ինչ կասեք այս առումով, եւ արդյոք մեր երկրում այսօր շատ են ընկերություններ, ովքեր որդեգրում են քաղաքականությունը, ինչ է տալիս սա աշխատակցին առհասարակ։ Նախ ասեմ, որ տրեյնինգը կորպորատիվ էթիկական նորմերի հետ կապված շատ հետաքրքիր էր այն առումով, որ մենք նոր մոտեցում կոմբինատի մենեջմենտի հետ որդեգրեցինք եւ նախ վիզուալիզացրեցինք այդ կոդեքսի յուրաքանչյուր հոդված։ Այսինքն մի հետաքրքիր հումորային վիզուալ ստեղծեցինք, սարքեցինք եւ շատ ժամանակ նաեւ ոնց որ պրովոկացիոն ինչ որ լոզունգներ հնարեցինք։ Օրինակ, երբ որ խոսում էինք շահերի բախման մասին, երկու պերսոնաժ էինք ընտրել, որոնք որ խոսում էին, ասում էին, օրինակ, բա աղբորս բիզնեսն է, բա իրան չտամ տենդերը, հա, սենց։ Եվ դա ոնց որ մարտահրավեր էր եւ կոչ էր քննարկման, որպեսի աշխատակիցները սկսեն քննարկել, ճիշտ է, լինում է այսպիսի բաներ, իսկ երբ որ լինում է լավ է թե վատ է, դրա պլյուսներն ու մինուսները։ Եվ թվում է, որ ինչ որ մի հատ սխալ բան ենք փորձում հիմա պլյուսներ գտնել իրանց համար, բայց ինչքան դա ոնց որ ազատ խոսում ենք, քննարկում ենք, այդքան ավելի ցայտուն է լինում դրա խնդիրները։ Եվ մենք այդտենց բանավեճի, խոսակցության, բայց նաև իհարկե վերադառնալով եւ ասելով եղբայր, սա է օրենքը, հա, սա է ձեր կորպորատիվ ոնց որ էթիկական կանոնը, այդ բաց ազատ քննարկման արդյունքում շատ ավելի ոնց որ հասկանալի էր դառնում եւ նպատակը իմաստը փիլիսոփայությունը դրա տակ դրված աշխատակիցները հասկանում էին։ Կարծում եմ ստացվեց տրեյնինգը, կարծում եմ մարդիկ
շատ լավ հասկացան, թե այս կազմակերպության շրջանակներում որն է ընդունելի եւ որը ոչ։ Որովհետեւ ինչպես ես տրեյնինգի ժամանակ ասացի, մենք բոլորս գալիս ենք մեր մշակույթով, մեր ոնց որ սովորություններով, մեր ճիշտ կամ սխալ պատկերացում, ճշտի եւ սխալի վերաբերյալ պատկերացումներով, որոնք որ յուրաքանչյուրս ունենք մեր ընկալումները դրանց վերաբերյալ, բայց այդ տրեյնինգի նպատակը այն էր, որ մենք ցույց տայինք, թե կազմակերպության շրջանակներում կազմակերպությունը որն է համարում ճիշտ եւ սխալ։ Եվ եթե կա համապատասխանություն, շատ լավ է, բայց եթե կան որոշակի տարաձայնություններ, հա, քանի դեռ գտնվում են կազմակերպության շրջանակներում, սրանով ենք առաջնորդվում։ Դա էր եւ ինձ թվում է դա շատ ոնց որ հավասարեցրեց այդ խաղադաշտը եւ կոնկրետ սպասումներ ձևավորեց եւ կոնկրետ օրենքների մասին ոնց որ բարձրաձայնվեց եւ ընդունվեց աշխատակիցների համար կազմակերպության ներսում։ Ինչ վերաբերում է շատ են այսպիսի կազմակերպությունները թե ոչ, որոնք որ այդ տրեյնինգը ուզում են, ես գիտեմ, որ շատերը ունեն, ես կարծում եմ բոլորը կարելի է ասել ունեն 99%-ը, թե բայց ինչքանով են տեղյակ աշխատակիցները դրանից, եւ ինչքանով է դա կիրառելի, եւ ես կարծում եմ այստեղ էլ ամենակարևոր բանը դա կոմունիկացիան է, դու պետք է դա կոմունիկացնես։ Այսինքն խոսես դրա մասին, ասես որ դա որքան հաճախ խոսես դրա մասին։ Ինչ հաճախականություն որդեգրես, որ անցավ այս բարբերականությունը, միգուցե ժամանակն է նորից հիշեցնելու, որ ժողովուրդ ջան մենք ունենք սա։ Դե անկեղծ ասած ես կարծում եմ onboarding-ի ժամանակ, այսինքն երբ որ աշխատակիցները նոր են ընդունվում աշխատանքի, անպայման դա պետք է ասել։ Կարծում եմ կարելի է որոշակի հաճախականությամբ, օրինակ 2 տարին մեկ հիշեցնել, խոսել եւ այլն, բայց եթե դու ուզում ես այդ արժեքները իսկապես մարդիկ ունենան, զգան եւ այլն, այո, մենեջմենտը դա պետք է կիրառի։ Եվ անպայման կարծում եմ պետք է ինչ-որ հիշեցնող բաներ լինեն, օրինակ պատերին գրված լինեն լոզունգները կամ օրինակ ինչ-որ կորպորատիվ սիմվոլիկայով նյութերում, բաժակներ լինեն կամ ինչ, անընդհատ դրանց անդրադարձ կատարվի, եթե ոչ գրվի։ Այդպես, այսինքն ինքը չի կարա լինի ինչ-որ միտեղ օթում, որ մարդիկ ենթադրվում է, որ այդ ամեն չկա, ոչ մեկ չի կարդա, այսօր մարդիկ ահա որ զբաղված են, ահա որ խառն են, ինֆորմացիան լցվում է իրենց վրա տարբեր ծակերից եւ մարդիկ ուղղակի ժամանակ եւ ուշադրություն չունեն դրան դարձնելու, մեր որպես մենեջմենտի կարծում եմ պարտականությունն է դա անընդհատ աչքի առաջ պահել աշխատակցի, հետո նոր Այ ասեցիք այսօր ինֆորմացիան շատ է եւ լիքն է, ամենտեղից լցվում է մարդկանց ուղեղը, երևի դա է պատճառը, չէ՞, դուք էլ զգացած կլինեք, ժամանակը մեզ անդադ չի երիքում։ Ոնց որ դու անդադ դրա պակասը զգում ես։ Մեկ էլ ես էլ օրինակ հաճախ խոսում ենք տարբեր միջավայրերում, ոնց որ ասում եմ, օրը 24 ժամ չի այլևս արդյոք։ Եվ ոնց չկորցնել հաղորդակցության եւ լավ հաղորդակցվելու հմտության որակը այս հեղեղի մեջ։ Թե դա ավտոմատ էլի կորցնելու ես, որովհետև քեզնից կախված չի այդ ամեն ինչը։ Գիտեք, ես կարծում եմ, որ եթե դու իսկապես հետաքրքրված ես ինչ-որ հարցով, օրինակ իմ ուսանողները երբ որ ուշանում են, ես իրենց միշտ հարցնում եմ, ասում դու կուշանայիր, օրինակ քո համար շատ կարևոր մի հատ միջոցառման, օրինակ քո ծնունդին կամ երեխայի ծնունդին։ Դու կուշանայիր, օրինակ Հարվարդում քո սիրած պրոֆեսորի լեկցիային կամ կուշանայիր, օրինակ, չգիտեմ, քո ամենամոտ ընկերոջ սուրպրիզ party-ին, չէ, այսինքն կարևոր է նենց կդասավորեիր ամեն ինչը, որ այդ ստայանքան, որ դու չէիր գտնում կամ տրանսպորտը, որ չեկավ եւ այլն, նույնիսկ շուտ կգնայիր։ Եթե դու վերաբերվում ես այդ այն բաներին, որ դու անում ես, կարևորությամբ եւ մոտիվացված ես, երբեք չես կորցնի այդ, հա, ոնց որ հետաքրքրությունը, երբ որ երբեք չես բաց թող, երբեք չես ուշանա եւ այլն։ Ես կարծում եմ, այստեղ շատ կարեւոր է գտնել այն բանը, որը որ իսկապես քեզ դուր է գալիս, եւ եթե դու այդ սիրելով ես անում, ապա լավ ես անելու։ Այսինքն հիմա հաղորդակցությանը բերենք։ Այսինքն եթե դու քեզ հաճելի թեմայով ես հաղորդակցում, քեզ հաճելի մարդկանց հետ ես հաղորդակցում, մասնագիտորեն քեզ հետաքրքրող եւ այդտեղ պոտենցիալ եւ առաջ գնալու ոնց որ հնարավորություն տեսնելու թեմայով ես հաղորդակցվում եւ այն գործ անում, ապա ես չեմ կարծում, որ դու դա չես անի էֆեկտիվորեն։ Այնպես որ իմ տան բասկետբոլ է խաղում, օրինակ,
երբեք ինքը չի բաց թողում, երբեք չի ուշանում, ինքը ամեն ինչը այնց է իր շուրջ կա, իր բասկետբոլի շուրջ կազմակերպում, որ ինքը ամենա ոնց որ որտեվ հետաքրքրված է։ Որտեւ իր նպատակներից եւ հիմնական նպատակներից մեկը Եվ մեզ էլ է կազմակերպում։ Մենք մեր օրինակ, չգիտեմ, ճամփորդությունները հարմարեցնում ենք իր տրենիրովկաներին կամ իր խաղերին, այդպես։ То есть ինձ թվում է բոլորը մոտիվացիայից է գալիս։ То есть եթե մենք մոտիվացված ենք, հետաքրքրված ենք, այդ հաղորդակցության մեջ ամեն ինչ կանենք, որ չենք կորցնի այդ եռանդը։ Ես տեղյակ եմ, որ դուք երիտասարդների հետ ծրագիր եք անում, մասնագիտական կողմնորոշման առումով։ Ձեր հիմնական խորհուրդը ո՞րն է երիտասարդներին այսօր։ Իդեպ էդ էլ է գալիս, ոնց մասնագիտական կողմնորոշման այդ կուրսը մենք Արփի Կարապետյանի հետ իմ գործընկերոջ եւ ընկերոջ հետ արեցինք այդ ծրագիրը, որովհետեւ հենց ինքներս էլ մեր վրա զգացել ենք, որ եւ թե մեր աշխատողների, ուսանողների, գոլեգաների վրա զգացել ենք, որ նրանք են էֆեկտիվ, ովքեր որ սիրում են իրենց գործը, գիտակցված են ընտրել իրենց գործը։ Եվ իդեպ մեր փորձի վրա էլ մենք երբ որ ընտրում էինք մասնագիտություն, չունեինք այդ աջակցությունը, չունեինք այդ խորհուրդը։ Եվ գիտակցելով խելացի, գիտակցված որոշում կայացնելու կարևորությունը, մենք ստեղծեցինք այս ծրագիրը եւ շատ ենք ոնց որ կատակով ծնողներին ասում, որ մեր մասնագիտական կողմնորոշման կուրսից հետո ձեր երեխաները շատ ավելի զինված են լինելու, ձեզ հակաճառելու եւ չանելու այն, ինչ որ դուք եք իրանց ոնց որ դրթում ստիպում, որպեսի մասնագիտության առումով իրանք ընտրեն։ Շատ ժամանակ մարդիկ օրինակ ինքը երազել է բժիշկ դառնա կամ երաժիշտ դառնա եւ իր մոտ չի ստացվել եւ ինքը իր երեխայից մուռ է հանում, հա, այսինքն ինքը ասում այ դու դառի բժիշկ, այ դու դառի պրոյեկտում այդ երազանքները։ Այո, բայց չի գիտակցում, որ նախ դարձնում է խորապես դժբախտ այդ երեխային, որովհետև ինքը զբաղվելու այդ երեխան այն բանով, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, այն բանով, որ ինքը ուժեղ չի միգուցե դրա մեջ, նաև կարողությունը չունի։ Եվ այն, բայց ուղղակի ծնողը, քանի որ ասել է, ինքն էլ հարգում է ծնողին, սիրում է, կամ ուղղակի չունի այն բառապաշարը կամ գործիքները, որպեսի հակահարված ոնց որ անի ծնողին ինքը տենց ինչ որ 4 տարի իր կյանքից բակալավրնա տանջվելով սովորում, հետո մագիստրատուրան, հետո արտադիր 4 տարին հա սովորել եմ հələ լավ են 2 տարին էլ եւ 6 տարի հետո խորապես դժբախտ ոչ այդքան լավ մասնագետ, որտեվ իր սիրածը չի, ինքը չի հետարկրված եղել էլ, ոնց որ տենց երրանդ ուժ չի դրել դրա մեջ, դառնում է ինչ որ վատ օրինակ բժիշկ, բայց դա ամենասարսափելի բանն է։ Եվ հետո 45-ում բաժանվում է, կաբրիոլետը առնում է, սկսում է մարաֆոն վազել, դա էլ է շատ խնդալու, ու վդրուկ զբաղվում է ասեղնագործությամբ, որտեվ դա իրական խոհարարադան, որտեվ դա իր իրական, բայց այդ ցավը տանեմ, այդ 20 տարին ինչ ես կորցրել։ 20 տարի քնեցրած։ Հա։ Դրա համար այդ մասնագիտական կողմնորոշման հետ կապված մենք ահավոր տենց անձնական ենք դա վերցրել, շատ լավ կուրս ենք մշակել իսկապես, որը որ հիմնականում ինքնաանդրադարձի մասին է։ Մենք նախ օգնում ենք երեխաներին, որպես իրանք ճանաչեն իրենց անցյալը, այսինքն իրանց ոնց որ կուտակած պատմությունը, իրանց ներկան, իրանց ուժեղ կողմերը, իրանց ցանկությունները, այս պահին եւ կարողությունները եւ պրոյեկտեն ապագան, պլանավորեն ապագան այդ անցյալի եւ ներկայի հիման վրա եւ պատկերացնեն, վիզուալիզացնեն իրենց ճանապարհային մասնագիտական ճանապարհային քարտեզը։ Եվ այդ կուրսից հետո երեխեքը իսկապես դուրս են գալիս ավելի գիտակցված։ Իրանք գոնե գիտեն իրանք ինչ են սիրում, ինչ են կարող եւ ինչ են ուզում անել։ Եվ կարող են պաշտպանել այն, ինչ իրանք սիրում են։ Այո։ Եվ ծնողի հետ արդեն ոչ թե տես ոդկա գետնին խփելով ու ասել ուզում եմ ու վերջ, այլ ասեն ուզում եմ որովհետև նայ, այստեղ ես ուժեղ կողմ ունեմ, այստեղ ես պոտենցիալ ունեմ, այստեղ կան հնարավորություններ շուկայում։ Եվ կապ չունի թե ինչն է հիմա մոդա։ Հա, որովհետև մենք նայում ենք նաև ապագայի մասնագիտությունները։ Եվ երեխաները դրա վերաբերյալ անում են վերլուծություններ, ռիսերչներ, եւ ասում են նայ հələ այստեղ է գնում տրենդը, դավայ ես էլ այս տրենդի վրա նստեմ եւ համել կարող եմ, համել ուզում եմ։ Բայց մեկը ինչքան էլ տրենդ լինի, պետք է սիրես։ Հա, անպայման։ Սիրում եմ ու կարող եմ շատ կարող։ Դուք ասացիք, որ անձնական փորձառությունների վրա եք կազմել այս ծրագիրը, պատրաստել լավ սցենար։ Ինչպիսին էր ձեր անձնական փորձառությունը։
Դե օրինակ ես փոքր ժամանակ շատ ուզում էի դառնալ մուլտիպլիկատոր, մուլտիկներ նկարեի, որտեվ նկարում եմ ու մինչև հիմա էլ ու շատ դա ինձ դուր է գալիս ու տենց։ Բայց օրինակ իմ ծնողները ասացին դե դրանով դու փող չես աշխատի եւ այլն, եւ կարող է իրանք ճիշտ էին, բայց ես կարծում եմ, որ ես պետքա դա փորձեի կամ գոնե ինքս այդ գեշտալտը փակեի ու անցնեի շարժվեի առաջ։ Եվ ես ինքս օրինակ երբ որ տնտեսագիտություն ընտրեցի, անկեղծ ասած իմ ուղղակի բախտը բերեց, որ ինձ մոտ ամեն ինչ լավ ստացվեց, որովհետև ես երբ որ հասկացա, որ տնտեսագիտությունը դա ամենևին այն չի, ինչ որ ես պատկերացնում էի, ինքը ոչ թե ասենք, չգիտեմ, մարքեթինգ էի ես ավելի շատ պատկերացնում, որ կրեատիվ էր, որ նման էր նկարչությանը եւ այլն, ռեկլամա, բան, տենց ինչ-որ վիզուալներ դուրս գալիս էր։ Եվ եթե երբ որ ես գնացի ու հասկացա, որ դա հավանականությունների տեսություն է, դա մաթ մեթոդներ է, մոդելավորում է, ֆինանսներ է, էկոնոմիկ տենց, ես շոկի մեջ էի։ Հիմա բախտս մեծ կարողացա այս սաղ ոնց որ հասկանամ, դրա մեջ գեղեցկությունը գտնեմ եւ հետո դա կիրառեմ նաեւ հիմա բիզնես եմ դասավանդում, ռազմավարություն եւ բիզնես կոմունիկացիա, բայց ուզում եմ ասեմ, երբ որ ինձ գցեցին այդ ջրի մեջ, ես այնտեղ խեղդվում էի։ Ես տենց բանով եմ փրկվել։ Чудом, я спасся от этого всего. Ես չեմ ուզում, որ այդ երեխեքը, ովքեր որ օրինակ կարող է մի քիչ ավելի թույլ կգտնվեն կամ այդքան իրենց ինտելեկտուալ օրինակ կարողությունը չի թույլ տա իրենց եւ իդեպ նշեմ, ես հիմա դες մեծամիտ չհնչի, որ միտոմ իմ մոտից ամեն ինչ լավ էր, ինտելեկտս ինձ թույլ տվեց, բայց երբ որ ես Ամերիկա գնացի MBA անելու, այնտեղ ես ինձ զգում էի ամենաանխելք մարդը եւ առաջին սեմեստրից հետո ես ուղղակի ասում եմ, «Վсё, մենք գնում ենք հետ»։ Ես չկարողացա, ես ձախողվեցի, այդ սաղ տունը, որ վարձել ենք, այդ սաղ ինվեստիցիան, այդ ուսման վարձը եւ այլն, սաղ մոռացանք, գնում ենք հետ, որտեվ ես չեմ կարա։ Հետո տենց մի կերպ, մի ձև, ես փրկվեցի դրանից էլ, բայց ուզում եմ ասեմ, դա շատ դժվար է եւ այս մասնագիտական կողմնորոշման կուրսերը ինձ թվում է օգնում են, որ մի քիչ այդ ռիսկերը ավելի նվազեցնեն, գոնե հասկանան ուր են գնում, գոնե հասկանան, որ դա իսկապես իրանց ուզածն է, սիրածն է եւ ունի պերսպեկտիվա, ոչ թե բախտի վրա թողեն ոնց որ ես։ Ինքդ քեզ ճահճից հանելու տարբերակներ ձեր պարագայում։ Շնորհակալություն, որ մեզ մտորումների տեղիք տվեցիք։ Շնորհակալ եմ բովանդակալի զրույցի համար եւ հուսանք, որ հաղորդակցության մասնագետները կավելանան իդեմս ձեզ եւ հաղորդակցությունը կլինի նույնքան մոդայիկ եւ ժամանակակից բառապաշարով ասենք տրենդային, որ բոլորը հետևեն դրա, այսպես ասած, եւ գրված եւ չգրված կանոններին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Եթերում սպասված հանդիպումն էր, իսկ իմ հյուրը հաղորդակցության մասնագետ դասախոս Սերգեյ Թանթուրսյանն է։ Կհանդիպենք։